Բարև ձեզ, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավերով երկարատև դադարից հետո Հայաստանում է իրանահայ կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանը և այսօր նրա հետ կզրուցենք Հայաստանում իրականացվելիք միջոցառումների մասին։ Պարոն Ճգնավորյան, բարի գալուստ Հայաստան, ես շնորհակալ եմ մեր հրավերին։ Ուրախ եմ ստեղ եմ։ Ինչպիսի զգացումներով և մտքերով եք երկարատև դադարից հետո Հայաստանում։ Միշտ գալիս եմ մեծ կարոտով, իհարկե իմ հայրս հայաստանցի էր, արտաշատցի էր, մայրս իհարկե էրզրումցի էր, բայց հայրս այստեղից եւ ընտանիք հայրական ընտանիքս դեր արտաշատում ապրում են, այնպես որ ես լավ եմ զգում ստեղ հայրենիքս է, սա էլ իմ հայրենիքս է։ Եվ դուք այստեղ եք ղեկավարելու ձեր հեղինակած Ռոստամ և Սոհրաբ օպերայի բեմադրությունը, տարիներ շարունակ գիտեմ, որ աշխատել եք այս օպերայի վրա։ Շատ տարիներ է տևել, 25 տարվա ընթացքում վեճացրել եմ այդ օպերան, որտեղ շատ բարդ օպերա էր, բարդություն էր, որ ես ինքս պետք է նախ շատ զարգանայի, որ հասնեի, որ կարողանայի հաղթահարեի այդ սուժեն, բարձր մակարդակի։ Եվ պատած աշխատել եմ, հետո քանի տարի չեմ աշխատել, հետո նորից աշխատել եմ, այսպես այդ տարվա ընթացքում ավարտել եմ եւ ուրախ եմ եւ կատարվել է քանի անգամ եւ կոնցերտային, բայց մայստրո Կարեն Դուրգարյանի շնորհիվ ինքը բարի գտնվեցավ, որ բեմադրի այդ օպերան, այդպես որ ես հիմա այստեղ եմ եւ կարծեմ շուտով կբեմադրի։ Այո, եւ գիտեմ, որ այդ օպերայի վրա աշխատել եք Երևանում, Ավստրիայում, նաեւ Իրանում։ Այդ տեղափոխությունները փաստորեն ձեզ չեն խանգարել, այլ նաեւ օգնել են ձևավորելու լիարժեք։ Ստեղծագործությունը ընդհանրապես երեխայի պես է, պետք է թողնես, որ զարգանա։ Կա ստեղծագործություններ, որ անմիջապես գրում ես եւ վերջանում է, բայց եթե լուրջ աշխատանք, այսպես Ռոստամ ու Սոհրաբն կամ օպերա, որ 2 ժամանոց օպերա է, Ռոստամ ու Սոհրաբը հոյակապ բանաստեղծություն է Ֆերդոսեի, այդպեսի չես կարող արագ մի բաներ գրես, պետք է որ աշխատես։ Փոքր ժամանակվանից ես հիշում եմ, կարծեմ 14 տարեկան էի, երբ որ Ռոստամ ու Սոհրաբի մասին լսեցի պարսկական մարսիկներ, որտեղ մարզավաններ ունեն, որտեղ սպորտային տեղեր են, որ 1000 քանի տարի այդ ունեն, այնտեղ այդ Ռոստամ ու Սոհրաբի պատմությունը կամ տանք այդ ռիթմերով մարզանք են անում եւ ես գնացի ներշնչվեցի եւ որոշեցի մի օր պետք է գրեմ։ Դե դրանից հետո անցավ տարիներ գնացի Վիեննա, ավարտեցի Վիեննայի ակադեմիան, վերադարձա, հետո լուրջորեն սկսեցի այդ օպերայի վրա աշխատել։ Իհարկե շատ տարիներ տևեց, որտեղ չէ ուզում որ իհարկե պետք է շնորհակալություն հայտնեմ Քարլ Օրֆին, հայտնի Գերմանիայի մեծ կոմպոզիտոր Քարլ Օրֆը, որ ինձ ապահովեց Սալցբուրգու կյանքս ապահովեց, որ ես նստեմ եւ գրեմ եւ առաջին անգամ այնտեղ վեճացրեցի օպերան, առաջին տարբերակը Քարլ Օրֆի շնորհիվ, օգնության շնորհիվ եւ իհարկե նրանից հետո 7 անգամ փոխել եմ, ինչեւ կարող հասցրել եմ, որտեղ նյութը պարսկականը եւ պետք է այդ ամբողջ տրադիցիոնալ տրադիցիոնը չի կարելի որ օտար ազդեցություն մտնի այդ օպերայի մեջ, պետք է զուտ հին այդ իսկական պարսկական դրամատուրգությունը տեղի տա եւ այդ համար տարիներ տևեց մինչեւ կարողացա հաղթահարեմ եւ հույս ունեմ որ ուկնդիրներն էլ կհավանեն կգան կնդարաչեն կհավանեն տեսնենք ես պիտի ղեկավարեմ այս տարիքից շատ ուրախ եմ որ դե հիմա 88 տարեկան եմ պետք է երթամ նորից կանեմ ղեկավարեմ Կարծում եմ ձեր դեպքում տարիքը չի խանգարի որպեսզի ձեր աշխատանքը երբ որ ներշնչում կա երբ որ սեր կա ներշնչում կա ամեն ինչ հաղթահարում է ամեն ինչ մոռացության է տալի եւ հատուկ ուժ է գալի մարդու վրա Պարոն Ճգնավորյան, ինչ կասեք բեմադրական աշխատանքների մասին եւ ինչպես է ընտրվել ստեղծագործական թիմը, ինչ նոր շունչ է հաղորդվել այս աշխատանքին։ Որտեղ նախ Պարսկաստանից հրավիրեցի Յարթա Յարան, հոյակապ ռեժիսոր, ինքը դերասան է եւ բանաստեղծ է եւ ինքն է բեմադրում շատ ծանոթ է Ռոստամ Սոհրաբի պատմությունը եւ հոյակապ աշխատանք է տանում, կորեոգրաֆիան ինքն է անում, բոլոր զգեստները, բաները ամբողջ ինքը
այդ Ռոստամ Ֆերդոսի ոճով, այդ պարսկան ոճով շատ գեղեցիկ սիրուն կատարել է Յարթայարանն է անում, դրանից հետո իհարկե օպերայի դահլիճում շատ օգնողներ կան այնտեղ, որ աշխատում են այդ ուղղությամբ, որ ես շատ շնորհակալ եմ։ Սա փաստորեն առաջին անգամ է ներկայացվելու հայ հանդիսատեսին Հայաստանում, ինչպես հասկացա, այո։ Եվ ինչ եք ակնկալում արդեն հայ հանդիսատեսից, ինչ արձագանքներ եք սպասում նրանցից եւ նաեւ հետաքրքիր է ինչ կարեւորություն ունի սա հենց հայաստանյան բեմին ներկայացնելու, այստեղ ինչ կարեւորություն եք տեսնում հենց այս օպերան այստեղ ներկայացնելու։ Նախ երաժշտությունը միջազգային լեզու է եւ հասպես երաժշտանը այնտեղ արդեն ոչ մի ազգություն շատ դեր չի խաղում, չնայած որ ոճը անգլիական կամ ամերիկյան կամ իտալական կամ պարսկական կամ հայկական երաժշտությունը միջազգային լեզու, ես միշտ ասում եմ երաժշտությունը աստծո լեզուն է, բոլորը նույն լեզվով հասկանում են իրար երաժշտու լեզուն է, այնպես որ Հայաստանը զարմանալի է եւ զարմանալի երկիր է ու հպարտ եմ հայրենիքով, որ այսքան փոքր երկիր ենք, այսքան քիչ ժողովուրդ ենք եւ այդպեսի հոյակապ օպերա ունենք, օրկեստր ունենք, կամերային օրկեստրներ ունենք, կվարտետներ ունենք, երգչախումբներ ունենք, հոյակապ է թատրոններն աշխատում, այդ մշակութային բարձր կենտրոն է եւ հուսում եմ որ էկոնոմիան որ շատանա ու եղանա մեր երկրի, այնպես որ մեր աշխատանքներն միջազգային կդառնա։ Ես շփարտ եմ, որտեղ հիմա որ տեսնում եմ ինչ մշակութային աշխատանք է տարվում հայրենիքի մեջ, շատ պակաս չի Եվրոպայի երկրներից։ Եթե համեմատում եք տարբեր տարիների աշխատանքը, գիտեմ, որ 1989-ին եկաք Հայաստան, մինչև 2000 թվականը այստեղ ապրեցիք, այն տարիներին եւ հիմա, եթե համեմատություններ անցկացնեք, ինչ փոփոխություններ եք, ինչ զարգացում եք նկատել։ Գիշեր եւ ցերեկ։ Ենջանակներ, որ ես եկա դեր կոմունիստների ժամանակներ, ես եկա դեր 2 տարի մնացել էր փլուզմանը, տարբեր Հայաստաններ, տարբեր մտածելակերպ, տարբեր մշակույթ, բայց երբ որ անկախություն եղավ, որի մեջ էլ մասնակցեցի ակտիվ այդ անկախության, հետո դրանից հետո այդ ցուրտ մութ օրերին ես գոնե հպարտ եմ, որ այդ ցուրտ մութ օրերին Հայաստանի ֆիլհարմոնիկը մի հատ համերգ բաց չթողեց։ Միշտ համերգ էինք տալի եւ ժողովուրդը կարծես լեփ-լեցուն դահլիճով լսում էին նվագախումբի կոնցերտները եւ դրանից հետո իհարկե օգտագործությունը գնացի միջև Գյումրի, այնտեղ վերակառուցեցի մշակութային կենտրոնը, տելևիզիոնը, օրկեստրը եւ այլն։ Դե մազգային ծառայություն, պարտականությունս ազգային, որ հորս եմ պարտական կատարեցի։ Ձեր երկար տարիների երաժշտական ուղին բացի Հայաստանից եւ Իրանից ընդգրկում է նաեւ Նյու Յորքը, Լոնդոնը եւ այլ երկրներ։ Այս միջմշակութային փորձը նաեւ ինչպես է անդրադարձել ձեր ստեղծագործական ուղու վրա։ Ինչքան աշխարհը տեսեց, ինչքան մարդկության տեսնեց, ինչքան տարբեր լեզուների հետ շփվեց, այնքան կզարգանաս, այնքան կհասկանաս եւ կարտահայտվես ավելի լավ ձևով։ Այնպես որ ինձ շատ օգնել է։ Եթե աշխարհը չտեսնես, մարդկության հետ չշփվես, դու չես կարող ստեղծագործես։ Պետք է իմանաս, թե աշխարհը ինչ է աղադրում աշխարհում։ Չես կարող մեկուսացածել ես, իբրև արվեստագետ, նկարիչ, կոմպոզիտոր, դիրիժոր, ինչ որ ես ես, դերասան։ Աշխարհն է, աշխարհի հետ պետք է կապ ունենաս։ Մարդկության հետ պետք է կապ ունենաս։ Եվ իրարուց սովորես։ Մենք միմյանցից պետք է սովորենք եւ զարգանանք եւ հասնենք։ Այս մի հատ աշտարակ է, որ բոլորս պետք է հասնենք երկինք։ Եվ միատեղ պետք է հասնենք երկինք։ Չի կարող մեր ազգ առանձին հասնել մյուսը։ Միասին մշակույթները պետք է միանան, մարդկության միտքը միանա, հոգի միանա, որ հասնի։ Դուք նաև այստեղ փաստորեն ձեր ստեղծագործությունների երեկոն եք ունենալու եւ այդ փորձը, այդ միջմշակութային փորձը ձեր ստեղծած տարբեր ստեղծագործություններ ներկայացնելու եք առանձին երեկոյի շրջանակում, այստեղ ինչ է սպասվում հանդիսատեսին։ Հանդիսատեսին սպասում են Ռոստամ Սովորաբի պատմությունը, հոյակապ պատմությունը, շատ տխուր պատմություն, ֆիլմը տեսել են ժողովուրդը ստեղ կա եւ հոյակապ թարգմանությունով հայերեն թարգմանությունով տեսել են ժողովուրդը ֆիլմը, բայց այդ հոյակապ պատմությունը շատ տխուր պատմություն է, որ հայրը տղային սպանում առանց իմանալու,
եւ հետո մեծ տրագեդիա է համամարտկային հատ ողբերգությունը որ Ֆերդոսին գրել է 10-րդ դարում եւ 1000 տարի հետո ես ներշնչվել եմ գրել եմ երաժշտությունը։ Պարոն Ճգնավորյան, դուք նաև համերգային երեկո եք ղեկավարելու այստեղ, այո, բացի օպերայից։ Բացի օպերա 22, կարծում եմ մարտ 22-ին ղեկավարել եմ այդ համերգային երեկո այլն ստեղծագործություններից, որ կատարելու եմ ես Լոնդոնում գրեցի Օտելո բալեն, որ կատարեցին կարծում եմ 100-ից ավելակ Անգլիայում կատարեցին, նրա սուիտը, որ ծանագրվել էր Լոնդոն սիմֆոնիկով եւ դեռ այդ սուիտը Օտելոյի սուիտը պիտի կատարեմ ստեղ սուիտը, հետո գրել նաեւ սուիտը Արարատի համար, որտեղ Արարատի լեռան համար էլ սուիտ եմ գրել, եւ Սիրո երգերի սուիտը, եւ հետո Ռոմեո Ժուլիետի սուիտը։ Վերջերս եմ գրել Ռոմեո Ժուլիետի սուիտը, այդ առաջին կատարումը պիտի ելի այստեղ։ Եվ ինչ զգացումներ ունեք, որ տարիներ հետո կրկին ձեր համերգով եք ներկայանալու, այսինքն ղեկավարելու եք։ Հուզված եմ, տեսեք, ես հիմա նստած հուզված եմ։ Պաստորեն կարող ենք ասել, որ այդտեղ ինչ որ հատված նաև հենց հայրենիքին է նվիրված լինելու։ Դե հայրենիք, հայմանը հայ կարևոր չի, որտեղ ես ծնվել, որտեղ ես մեծացել, կարևոր չի։ Հայ արյունը ամեն տեղ կա։ Արյունը քաշում է դեպի հողը, հողը քաշում է արյունը։ Բոլորս մեր նավի մեջ ենք։ Հայ ժողովուրդը մեր նավի մեջ է։ Եվ այդ նավով մենք պետք է հասնենք Լեռան գագաթին։ Պարոն Ճգնավորյան, դուք խոսեցիք ընդհանուր հայկական մշակութային զարգացման մասին նաև, ինչպես է գնահատում ներկայիս Հայաստանի օպերային արվեստի մակարդակը եւ գործունեությունը եւ ինչ հեռանկարներ եք տեսնում, նաև միջազգային համագործակցության առումով։ Հոյակապը պետք է ասեմ, որ Կարեն Դուրգարյանը, մայստրո Կարեն Դուրգարյանը հրաշք է կատարում օպերայում, ֆանտաստիկ օպերաներ է բերում, բեմադրություններ է բերում, զարմանալի է, միայն կարող եք Եվրոպայի կարևոր քաղաքներում տեսեք, որ մի հատ օպերա, որ ամեն գիշեր տարբեր ծրագիր ունի, տարբեր ծրագիր կատարում եւ բարդ օպերաներ, բարդ բալետներ, մակարդակը շատ բարձր է եւ հոյակապ հպարտ եմ։ Հետո նաեւ հպարտ եմ, որ ունենք 2-3 հատ սիմֆոնիկ նվագախումբ, որն էլ հոյակապ աշխատանք են տանում, կոնցերտներ են տալի, հոյակապ երաժիշտներ են իրաց դիրիժորներով աշխատում են, համերգներ են տալի, պահում են մակարդակը, հետո կամերային օրքեստր ունենք, կվարտետներ ունենք, զարմանալի է, որ մի հատ երկիր, որ մեր ժողովուրդը միայն 3 միլիոն է, ոչ ոք չի կարող հավատալ, հավատալի չի, որ կարող է այդպեսի բարձր մշակույթի մակարդակը ունենա, եւ մենք ունենք այդ բարձր մակարդակ, եւ հետո զարմանալի է, որ ինչքան ուզում եմ մեզի քանդենք, տապալեն, մեջտեղից տանեն, բայց միշտ ծաղկում ենք նորից, ավելի ենք ծաղկում, եւ այս անգամ ավելի պիտի ծաղկենք։ Եվ ամփոփելով մեր զրույցը, այս բեմադրությունից հետո ինչ նոր ծրագրեր ունեք Հայաստանի հետ կապված, հնարավոր է կրկին ձեզ տեսնենք Հայաստանում արդեն նոր ստեղծագործություններով։ Եթե ես մեծ ուրախությամբ կգամ, տեսնենք իմ տարեքսել մեկ տարիք արդեն հասել եմ, արդեն հիմա 88-89 տարեկան եմ, հույս ունեմ, որ Աստված այդ երկար կյանք կտա, որ կարող եմ ավելի շատ հայրենիք վերադառնամ եւ միգուցե կամ հայրենիքում էլ ապրեմ։ Պաստորեն ունեք այդպիսի նպատակներ։ Շատ եմ ուզում վերադառնալ ապրել այստեղ պարզապես, իմ հայրենիքում ապրել։ Հիմա դուք Իրանում եք շարունակում ապրել, թե տարբեր երկրներում։ Ամերիկայում, Ավստրիայում եմ, տարբեր երկրներում, Անգլիա, Լոնդոնում եմ, տարբեր երկրներում եմ։ Նայած որտեղ համերգը գործունեություն, բայց շատ կուզեի վերադառնալ նորից Երևանում ապրել։ Եվ այցելել Գյումրին, որ այնտեղի ակադեմիան կարող եմ օգտակարել են իրանց։ Սիրում եմ հայրենիքս, այդպես մեծացել ենք։ Հուսանք, որ կրկին ձեզ կտեսնենք այստեղ եւ այստեղ շարունակեք ապրել։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ ես զրուցում եմ իրանահայ կոմպոզիտոր եւ դիրիժոր Լորիս Ճգնավորյանի հետ։ Այսօրվա համար այսքանը, հաջողություն։